Ես Տիրոջ արդարությունն եմ Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Ասա ես Տիրոջ արդարությունն եմ Հիսուս Քրիստոսի մեջ։ Փառք Հիսուսին, ժողովուրդ ջան, Աստված մեզ արդարացրել է։ Ամեն։ Աստված մեզ արդարացրել է։ Դու իր աչքերի առաջ սուրբ ես։ Մաքրված ես։ Ամեն։ Փառք Հիսուսին սրա համար։ Ժողովուրդ ջան, չգիտեմ դուք ոնց, բայց մենք այնց ուժեղ ժամանակ ունեցանք անցաչափած։ Հա? Հալելույա։ Շատ ուժեղ ժամանակ էր։ Լավ հոգնեցինք, լավ վայելեցինք, լավ Տիրոջ ներկայությունը զգացինք, ուրախացանք, շփվեցինք, մի խոսքով լցվեցինք Տիրոջով։ Փառք Հիսուսին այս հնարավորության համար։ Ասի կարճ ջիջիլ գցեմ։ Հա? Հալելույա։ Փառք Հիսուսին այս հնարավորությունների համար։ Ժորժ ջան, այսօր մի քիչ սենց բան եմ պատրաստել, կուզեմ մի հատ նկարով սկսենք, միացնեք։ Վերնագիրը, մի հատ հետ գնացեք, հա, վերնագիրը թող։ Հիմա սենց ասեմ, կարելի է թե չի կարելի։ Հա, այս հարցը շատերն են հաստատ իրանց տվել, ես էլ եմ ինձ տվել, հիմա կարելի է թե չի կարելի։ Այս հարցով միշտ գալիս ենք Աստծուն, չէ՞, ու սենց մի քիչ բան կա մեր մեջ տանջում է, մենք ուզում ենք սենց սև կամ սպիտակ։ Ասա, կարելի է թե չի կարելի, չէ՞, սենց բան կա մեր մեջ։ Մարդկությունը սիրում է ընդհանրապես, որ ինքը կոնկրետ բան ստանա, որ գիտես ինչ, էս հա, էս չէ։ Այս մեկը կարելի է, այս մեկը չի կարելի։ Մի հատ նկարը տեսնենք։ Սիրելի ծնողներ, ինչ եք վերապրում, երբ որ սենց տենում եք այս պատկերը։ Ովքեր որ ծնող են, ու իրանց երեխաները սենց արդեն հետաքրքրասեր լինելով գնում են արդեն տարբեր բաներ են ուզում փորձեն, բանա չէ սենց մի հատ գալի սենց ծրտիտ ներսում, որ ուզում ես սենց բարձր ձայնով ասես լկանգնի, հələ մի րոպե, այսինքն երեխային ասում ես չի կարելի, երեխան սովորում է չի կարելիով, երեխան սովորում է կարելիով, մեկ էլ նես բաներ ուզում, որ ասում ես ինչքան էլ ասես չի կարելի, մեկը պետք է ինքը փորձի, զգա որ լավ չի, որ դրանից հետո էլ չանի, էդ էլ ես թույլ տալի, չէ, որպես ծնող։ Լինում է։ Գիտեք սերներս, այս հարցը ընդհանրապես երբ որ մենք տալիս ենք, մենք մեզ Աստծուն կարելի է հիմա թե չի կարելի, ես մի բան եմ հասկացել, որ այս հարցի հիմքը ճիշտ չի։ Կարելիով ու չի կարելիով չի, ժողովուրդ ջան, մենք դրանից ազատագրվել ենք։ Աստված մեզ կանգնացրել է իր առաջ, մաքրած, սրբած, ու չի ասում, էսի կարելի է, էսի չի կարելի, ասում է, ես քեզ տվել եմ իմ հոգուն, լսի ու շարժվի։ Գիտեք, ուզեմ ինքտեղ կարդամ Աստվածաշնչից, Գաղատացիները արդեն սոր հնչեցին։ Դրանից մի քանի խոսք առաջ, տեսեք ինչ է գրում Պողոս առաքյալը 3:23-ում։ Ասում է, երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, նենց հետաքրքիր մի հատ հայտնություն եմ ես ստացել անձամբ ինքս, որ ինչքան լավ է փաստորեն Պողոս առաքյալը այս պատկերը կառուցում այն օրենքի, որ Աստված տվել էր Իսրայել ժողովրդին ու այդ կարելի ու չի կարելիների ցանկը, որ Աստված տվել էր այդ 600-ից ավել օրենքները, որ կար, որ Պողոս ասում է, գիտեք, դա դաստիարակ էր։ Այսինքն այդ օրենքը դաստիարակ էր համարվում Իսրայել ժողովրդի համար։ Իսկ Պողոսն ասում է, դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո ենք փակված։ Փակված ենք դրա մեջ հետագայի այն հավատքի համար, որ դեռ պիտի գար։ Որ պիտի հայտնվել։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ։ Տեսեք, երեխաները երբ որ փոքր են լինում, ծնողներ ջան, նոր բան չեմ ասում, գիտենք բոլորս էլ դաստիարակում ենք։ Այսինքն այո հենց այդ կարելի ու չի կարելիով ենք շատ անգամ դաստիարակում, որովհետև ինչ է ձեզ թվում, այդ երեխան երբ որ արդեն ձեռքը պիտի մտցին, ինքը հասկանում է, ինչ պիտի կատարվի, չի հասկանում, բայց մենք հո ծնող լինելով հասկանում ենք, որ դա իրեն լավ չի, այսինքն փորձում ենք տանք օրենք, տանք կարելի կամ չի կարելի, որ ինքը դրանով գոնե հասկանա, սրան իրավունք ունեմ, սրան իրավունք չունեմ, ու ախար այդ որ ասում ենք չի կարելի,
Արդեն իսկ երեխայի մեջ ունես մի հատ հետաքրքրասեր բան է առաջանում, որ այն չի համար չի կարելի։ Ինչի իմ ծնողը ասես չի կարելի, հաստատ մի բան թաքցնում է ինձանից, հաստատ մի լավ բան կա, որ չի ուզում, որ ես դա վերապրեմ։ Պիտի փորձեմ։ Ու գիտեք, երեխա լինելով, ժողովուրդ ջան, ես չեմ ասում մենակ sense մանկահասակ տարիքում, արդեն հասուն տարիքում էլ, որ լավ էլ հասկանում ես, որ լավ էլ գիտակցում ես, ուրիշ բաներ էլ կան, որ ծնողը ասում է կարելի է կամ չի կարելի, բայց մենք չենք ուզում ընդունած գնենք։ Պողոսն ասում է, դա մեր համար դաստիարակ էր։ Այսինքն դա պետք էր։ Որովհետև եթե դա չլիներ, ես չէի իմանա հիմա սա ճիշտ է, թե սխալ է։ Այսինքն օրենքի հիման վրա դու կուղես ինձ երբ որ սխալ բան ասեմ, եթե օրենք չկա գրված, դրան համապատասխան ես չեմ էլ կարա դատվեմ։ Ամեն։ Այսինքն ես երկրում էր ապրելով ժողովուրդ ջան, եթե չկա ինչ-որ մի օրենք գրված, ու ես դա արեցի, դատարանի առաջ ես օրենքով չեմ կարա դատվեմ դրա համար։ Իսկ Աստված ասեց, քանի որ չկա օրենք, ես ձեզ կտամ հիմա ինչն է կարելի ու ինչը չի կարելի, որ դուք ուղղակի հասկանաք, որովհետև հələ դաստիարակության շրջանի մեջ եք։ Հələ երեխա եք։ Հələ չեք հասկանում։ Բայց հետո այն հավատքը, որ պիտի գա, այդ դրա համար եմ ձեզ նախապատրաստում։ Այն հասունության համար եմ ձեզ նախապատրաստում։ Գիտեք, դաստիարակ բառը հունարենում պադայգոգոս բառն է։ Կապ չունի ոնց են արտասանում։ Էական ինչ է նշանակում դա։ Դաստիարակող, ուղեկցող եւ հոգ տանող, այն ժամանակ այդ բառը օգտագործում են մեկի համար, որ երեխայի մասին հոգ էր տանում, մինչեւ որ ինքը դպրոց գնար, ինչ որ մի հատ հաստատություն գնար։ Այսինքն այդ օրենքը մարդկության դայակն էր կարելի ասել։ Այս բառն է Պողոս առաքյալը օգտագործում, որ գիտեք, դա պետք էր, քանի որ հələ չէինք հասկանում։ Պետք էր գիտակցություն ձեռք բերելու համար։ Գաղատացիների 4-ում նույն նամակն է, ասում է առաջի երկու խոսքերը։ Այս եմ ասում. քանի դեռ ժառանգ երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ Տեսեք, ինքը նորից այդ մանուկի հետ է համեմատում։ Այն ժամանակ ընդհանրապես սենց էր, եթե մի քիչ ունեցող մարդ էր, դու քո տան մեջ ունեիր նաև դայակ կամ ծառա, աշխատող, որ ապրում էր քո հետ ու այն առօրյա բաներով ես զբաղվում, այսինքն երեխային նաև դաստիարակելով։ Ու ասում է, երբ որ ասում է մենք մանուկ էինք, երեխա էինք, որ չենք հասկանում, ասում է այդ ծառայի պես էինք։ Չնայած նրան, որ բայց ամենը մերն էր։ Չնայած դրան, բայց վերակացուների եւ տնտեսների ձեռքի տակ է մինչեւ հոր սահմանված ժամանակը։ Տեսեք, վերակացուների ու տնտեսների ձեռքի տակ է այդ երեխան մինչեւ հոր սահմանված ժամանակ։ Ու այդ այն ժամանակի մասին է խոսում, երբ որ Հիսուսը եկավ։ Երբ որ Հիսուսը եկավ, այսինքն սիրելիներս, տեսեք, ես ուզում եմ համեմատություն բերեմ։ Քրիստոնյայի կյանքը նման է մարդու հասունության հետ։ Այսինքն կա երեխայի ժամանակահատված, երեխա լինելու ժամանակահատված, կա պատանեկություն եւ կա հասունություն։ Ես կուզեմ հիմա այդ երեքով մենք փորձենք sense պատկեր ձևակերպենք, թե ինչ է նշանակում այդ կարելի է, թե չի կարելի։ Որ մի քիչ մենք էլ հասկանանք, ախր այս հարցի հիմքը ճիշտ չի։ Աստված չի շարժվում կարելիներով կամ չի կարելիներով։ Աստծո սկզբնական ծրագիրն էլ դա չի եղել։ Ինչի համար ցենց վստահ կարամ ասեմ, Ժորժ ջան, որովհետև Աստված Աբրահամին օրենք չի տվել։ Աստված Աբրահամի հետ խոսած, Աբրահամը հավատաց եւ Աբրահամին այդ հավատքը որպես արդարություն հաշվեց։ Ամեն։ Ու հետո, երբ որ մարդիկ այդ մարդկությունն է, ասենց ասած, զարգացավ, գնալով գնաց առաջ, արդեն իրանք են կարելիով ու չի կարելիով ուզում դատեին այդ ամեն ինչը, Աստված ասեց, չէ, դուք հələ չեք հասկանում։ Ձեզ պետք է այս կարելին ու չի կարելին, որովհետև դուք հələ մանուկ եք։ Գիտեք, սերներս, Գաղատացիների 5:13-ում հետևյալ խոսքերն ասում Պողոսը, որովհետև, ասա մենք, ես, որովհետև մենք ազատության համար ենք կանչված, եղբայրներ, ազատության համար ենք կանչված, միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրով ծառայեք իրար,
Գիտեք, սերներս, այս ազատությունը, ես բան եմ նշել, էգոիզմը չի է, որ ես ազատ եմ, ինչ ուզեմ կարամ անեմ։ Իմ համար կարևոր է լավ լինի, չէ, սրա մասին չի խոսքը։ Ազատության համար ենք կանչված ազատ որոշելու, բարին անելու։ Ամեն, Աստված մեզ կանչել է այդ ազատության մեջ, ոչ թե ասելով սա քեզ կարելի է, սա չի կարելի, սա կարելի է, սա չի կարելի։ Աստվածը տենց չի մեզ կանչել, Աստված մեզ կանչել է ազատության մեջ, ասելով տղես, աղջիկս, արդեն հասուն ես, հասկացի քո համար որն է լավը, որն է վատը։ Ինձ մի հարցրա, սա կարելի է հիմա, թե չի կարելի։ Ժողովուրդ ջան, եթե մենք շարժվում ենք այս կարելիով ու չի կարելիով, օրենքի մարդիկ կհասկանան, միշտ կգտնեք այնց կետեր, որ կարանք մեզ հետո համոզենք, ասենք, որ կարելի է։ Բայց քո ներսում դու գիտես, որ խաղաղություն չկա, որ դու այդ բանն անելով քո մեջ sense մի բան գոռում է, կանչում է, ասում է կանգնի, մի արա, լավ բան չի դա։ Բայց մենք հետո փորձում ենք մտքով այդ կարելիով ու չի կարելիով, եթե այս մի բանը կարելի էր, ուրեմն էս էլ է կարելի, ուրեմն եթե էս էլ է կարելի, այն էլ երևի թե թույլատրելի է, բայց սահմանի մեջ։ Ու այսպես մենք շարժվում ենք, մենք մեզ խաբելով։ Մենք կանչված ենք ազատության մեջ։ Առաջի Կորինթացիներ, ժողովուրդ, էսա հիմնական այսօրվա կետը, որ ես ուզում եմ կարդամ։ Առաջի Կորինթացի 6:12։ Պողոսը մի լավ բաներ հասկացե։ Ինձ համար ամեն բան թույլատրելի է։ Պողոսն ասում է, ինձ համար ամեն ինչ էլ կարելի է։ Գիտեք, այնքան խորություն կա, այնքան գաղտնիքներ կան այս արտահայտության մեջ, որ մենք շատ անգամ կարանք սխալ հասկանանք, կամ շատ անգամ սենց ասեմ, ուզում ենք սխալ հասկանալ։ Ուզում ենք ասենք, որ դա ինձ ամեն ինչ էլ կարելի է, Պողոսը չի ասել, բայց ամեն բան օգտակար չէ։ Հետո շարունակում է, ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն չպետք է որևէ բանի իշխանության, այսինքն գերության տակ ես լինեմ։ Պողոս ջան, ախար դու չգիտես, որ այս բաները, որ մեզ գրես, մենք պետք է վերցնենք ու օգտվենք այս սրանից։ Գիտեք, Հովանես առաքյալի 4-րդ նամակ առաջի գրքում գացա, այսպես է ասում Աստված. Instagram-ից մաքսիմում 2 ժամ կօգտվես օրական։ Երկրորդ գլխում էլ ասում է մի բաժակ կարաս խմես։ Ինչ եք խնդում։ Գիտեք, մենք ուզեինք, որ սենց բաներ գրված լիներ, որ կոնկրետ Աստված ջան, ասա էլի։ Ասա մի կարելի է, թե չի կարելի։ Հետո գրված է, որ 8-ից ուշ զարթնել չի կարելի։ Շուտ գնա պարկի քնի։ Մի խոսքով, դուք հասկացաք ինչ եմ ուզում ասեմ, այսինքն ժողովուրդ ջան, էս չի։ Մեր դրդապատճառը սա չի, որ իմանանք, այս բանը կարելի է, այս բանը չի կարելի։ Աստված ասում է, օրենքը գրել է մեր սրտերում։ Ինքը արդեն մեր մեջ է բնակվում։ Ինքը մեր մեջ բնակվելով խոսում է մեր հետ, մեր խիղճը խոսում է մեր հետ։ Ինչ որ մի բան անելով, եթե դու կասկածով ես մոտենում, ավելի լավ է չմոտենաս։ Ասում է, ինչը հավատքից չէ, մեղք է։ Ամեն։ Եվ Պողոսը այս սա էր գիտակցել, որ ասում է, ժողովուրդ ջան, ինձ ամեն ինչ էլ կարելի է։ Այդպես բան չկա, որ ինձ Աստված ասում է, չի կարելի, չէ, ես եմ դա տնօրինում, Աստված մեզ իր պատկերով է ստեղծել, իր կերպարանքով է ստեղծել, ես կարամ որոշեմ, ինձ հիմա կարելի է թե չէ, հետո պտուղները քաղելու եմ, բայց ես եմ որոշողը, ինձ կարելի է թե չէ։ Ինչ է ասում Պողոսը։ Ասում է, ինձ թույլատրելի է, գիտեք, այս արտահայտությունը ամեն բան ինձ թույլատրելի է, հունարենում այդ բառի արմատը թույլատրելի էքսոզիա բառն է, որը նշանակում է իշխանություն, իրավունք, ընտրության ազատություն։ Սա է ասում Պողոսը։ Ինձ տրված է իշխանությունը, իրավունքը եւ ընտրության ազատությունը։ Իմաստը որն է, որպես քրիստոնյա ես ունեմ իրավունք եւ իշխանություն, այլևս կրոնական ստիպողություն չկա։ Հովանեսի 4-րդ նամակի մեջ էլ
Նաև գրված է, որ յուբկեն պիտի այստեղից լինի։ Նաև գրված է, որ տղամարդիկ իրավունք չունեն երկար մազել ունենան։ Ուրիշ բաներ էլ է գրված։ Տեսականորեն, ժողովուրդ ջան, հետո տեսեք ինչ եմ ասում, ուշադրություն դարձրեք։ Տեսականորեն կարող եմ ամեն ինչ էլ անել։ Այն, ինչ ի սկզբանե չար չէ։ Աստվածաշնչում գրած չի Instagram-իզմի օգտվի։ Աստվածաշնչում գրած չի իրավունք չունես խմելու։ Աստվածաշնչում գրած չի տենց բաներ, ժողովուրդ ջան։ Ասում է այն, ինչ ի սկզբանե չար չէ, ես կարամ տեսականորեն անեմ։ Սա մեծահասակի կարգավիճակն է։ Տեսեք, սենց մի հատ պատմություն պատկերացրեք։ Երեխան մեծանում է ծնողների դաստիարակության տակ, ու ծնողից միշտ լսում է կարելին ու չի կարելին, ու ինքը իր մեջ ասում է, երբ պիտի գա այն ժամանակը, որ ես այս տնից պիտի դուրս գամ, իմ սեփականությունը ունենամ, ես իմ ժամանակը տնօրինեմ, ես ինչ ուզեմ անեմ։ Սա երեխայից արդեն պատանեկություն, արդեն որոշակի հասունություն, այդ անհամբեր սպասում է, երբ պիտի գա այդ ժամանակը, ու հետո գալիս այդ ժամանակը, իր սեփականությունն է ունենում արդեն, իր հեռախոսը իր ջեբը, տանը նստած, ոչ մեկ իրան չի ասում, 2 ժամ ինքը արդեն սենց է անում, չէ՞։ Ոչ մեկ կողքից չի ասում, լսի, նույնիսկ հացի կարիք էլ չի զգում, ինքը ազատ է։ Իրան ոչ մեկ ինչ-որ մի բան չի պարտադրում։ Բայց լնայեք պատկերացրեք այդ նույն իրավիճակը, երբ որ այդ պատանին արդեն գիտակցություն է գալի իր մոտ, որ ահա ես ինչ արեցի ես վերջի 2 ժամվա մեջ։ Օգտակար է կամ նպատակահարմար է, Պողոսի այս խոսքերն եմ նորից շարունակում։ Արմատը սիմպերո բառն է, որը նշանակում է օգտակար լինել, լավագույնին ծառայել։ Տեսեք, լավագույնին ծառայել։ Ինձ ամեն բան կարելի է, բայց ամեն բան ինձ օգտակար չի։ Այդ ինչ է ասում։ Այսինքն, ամեն բան ինձ լավագույնին չի ծառայում։ Պողոսը ասում է, լսի, եթե մի բան քո լավագույնին չի ծառայում, պետք չի անես։ Պետք չի անես։ Իմաստը ո՞րն է։ Իրավունքից դեպի իմաստություն, ժողովուրդ ջան։ Ստեղ հարցը այն չի էլի, կարելի թե չի կարելի։ Ամեն ինչ էլ կարելի է, ինչ ուզում ես արա, դու ես պտուղը հետո քաղելու, բայց իմաստություն է պետք, որ ինչի մեջ, ոնց, ինչքան, որպեսզի իմ լավագույնին ծառայի դա։ Գիտեք, մենք կարանք այսօր ասենք, ինտերնետը շատ վատ բան է, սենց փոշալ, հա, ընդհանրացնենք ու ասենք ինտերնետը շատ վատ բան է, բայց չէ, ժողովուրդ ջան, եթե մենք լավագույնին ենք ծառայեցնում այդ ինտերնետը, այո, Աստծո արքայությունն ենք շինում դրանով, ամեն։ Իմաստը իրավունքից դեպի իմաստություն, այսինքն իրավունք ունեմ արդյոք դա անելու, տեղափոխվում ենք դեպի ինչ օգուտ կբերի դա անելով։ Օգուտը ո՞րն է։ Մի հատ սենց համեմատություն, սենց շատ կոպիտ, հա, ես ունեմ էքսոզիա, այսինքն իշխանություն, բենզին խմելու։ Ոչ մեկ ինչ չի արգելում։ Դա օրենքով էլ արգելված չի, Աստվածաշնչում ոչ միտեղ գրված չի բենզին չխմես։ Չէ՞։ Բայց դա սիմպերո, այսինքն իմ լավագույնին չի ծառայում։ Հետո Պողոսի շարունակությունը, որ ասում է, ես չպիտի ինչ-որ մի բանի իշխանության, այսինքն ինչ-որ մի բանի գերի լինեմ։ Ինչ նկատի ունի։ Այս բառը չեմ կարող արտասանեմ, կարդացեք։ Այստեղ Պողոսը բառախաղ է անում, ժողովուրդ։ Ինչ է ասում։ Ես իշխանություն ունեմ, այսինքն էքսոզիա, ամեն ինչի վրա, բայց ինձ թույլ չեմ տա, որ որևէ բան ինձ իշխանության տակ պահի։ Կարևոր միտքը ո՞րն է։ Եթե ես իմ ազատությունն օգտագործում եմ կախվածություն ձեռք բերելու համար, ալկոհոլ, հեռախոս, պոռնոգրաֆիա, զայրություն եւ այլ, ապա ես այլևս իշխանություն չունեմ, այդ բանն իշխանություն ունի ինձ վրա։ Էս է հարցը։ Այս հարցը մեզ պիտի տանք, ոչ թե հիմա կարելի է այս բանը անեմ, թե չէ։ Չէ, հարց ենք տալի մեզ, դա օգտակար է մեզ, թե ոչ։ Հռոմեացիների 12:2-ում ասում է, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Տեսեք, այս կոնտեքստով էս
խոսքես, նախադասությունը, որ Պողոս Առաքյալն ասում է, այնքան լավ իմաստ է տալիս, այս աշխարհն էլ է դա փնտրում։ Ասա կարելի է, թե չի կարելի։ Աշխարհն է այդ տվել, որ սա կարելի է, սա չի կարելի։ Ես վերջերս մի բան կարդացի, ժողովուրդ, ասենց իրոք զարմացա։ Սրանից 20 տարի առաջ Ավստրիայում ու արդեն 20 տարի հետո հիմա օրենքները հնգապատկվել են։ 5 անգամ ավելի շատ օրենք կա, քան թե 20 տարի առաջ էր։ Այսինքն ինչ է սա բանը, չէ, որ հա մարդը գտել է մի հատ տեղ, ասել աստեղ գրած չի, որ չի կարելի, ուրեմն կարամ անեմ։ Այն նրանք էլ այդ մեկը արել է, տեսել են, որ վայս պասի անում են, եկեք օրենք անենք, որ էլ չանեն։ Այս ինչ բանից օգտվում են, եկեք օրենք անենք, որ էլ չօգտվեն։ Այս է սկզբունքը աշխարհի։ Այսինքն տենանք ոնց կարանք միտեղ գտնենք, որ տենց տակից պլստանք, հետո սպասում է օրենսդիրը տենում է հələ սպասի, այստեղ արդեն շատ է արդեն էս օգտագործվում, եկեք օրենք անենք, որ դա չկարենան անեն։ Այս աշխարհի սկզբունքն է։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այս ասում, մի փորձեք գտնեք Աստծո մեջ, այս բանը կարելի է հիմա լասա ինձ, դու ինձ կոնկրետ ասա, կարելի է թե չի կարելի, կարամ անեմ թե չեմ կարող անեմ։ Այլ կերպարանվեք, վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Տեսեք, մտքի նորոգությունը ինչի համար։ Որ ինչ անենք։ Մտքի նորոգություն, որպեսզի մենք զանազանենք, քննենք Աստծո կամքը, որը որ բարի է, հաճելին է ու կատարյալն է։ Այսինքն սրանից կարելի է մի բան ենթադրել։ Եթե ես իմ միտքը չեմ վերանորոգում, վերափոխում, իմ միտքը չեմ նորոգում Աստծո խոսքով, ես կյանքում չեմ կարող հասկանամ, այդ ոնց կարա այդ Աստծո կամքը բարի լինի, հաճելի լինի կամ կատարյալ լինի։ Իմ համար միշտ դա կթվա վատը, ոնց որ երեխան, որ իր ծնողը անընդհատ ասում է չի կարելի։ Մինչև ես իմ միտքը չնորոգեմ, մինչև ես չգամ այդ մակարդակի վրա, որ Աստծո հետ իմ հոր հետ արդեն այդ հասուն հարաբերությունն ունենամ, որ ասեմ, պապան ասի, տղա ջան, ախր այն չէ, որ կարելի է չի կարելի, քո կյանքն է, ոնց ուզում ես ապրի։ Մի անգամ էլ իմ հայրը ինձ դա ասեց, տղա ջան, ես չեմ ասելու, ես մի բանը կարելի է կամ չի կարելի, քո կյանքն է, ոնց ուզում ես գնա ապրի, բայց իմացի, որ դրա պատուղը պիտի քաղես։ Որ դրա հետևանքը կա։ Հիմա մեր Աստված է, Ժողովուրդ ջան, ասում է, քո կյանքն է, դու ես որոշում, քեզ իմ կերպարանքով եմ ստեղծել ազատ որոշելու իրավունքով։ Հիմա դու որոշի։ Բայց քեզ խորհուրդ եմ տալիս, փորձի, մի հատ միտքդ նորոգես, հասկանաս, թե ես ինչ եմ ուզում իրականում։ Իմ նպատակը ո՞րն է այս ամեն ինչի մեջ, ոչ թե ինչ որ ռոբոտ, որ ասեմ, այս մի բանը եթե լինի, այս մի բանը կանես, եթե այս մի բանը չլինի, այս մի բանը չանես։ Այս չեմ ուզում։ Ես ուզում եմ հարաբերություն։ Ես ուզում եմ, որպեսզի իրար հետ նստենք սեղանին, իրար հետ խոսանք, իրար հետ որոշումներ կայացնենք ու դրա համար ինձ պետք է հասուն մարդ, որ ոչ թե նայ ինչ որ սև ու սպիտակի, այլ նայ իրականում ինչն է լավը ու ինչն է օգուտը։ Ամեն։ Վերափոխվենք մեր մտքի նորոգությամբ, Ժողովուրդ ջան, որ քննենք Աստծո կամքը, որը բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Գիտեք ինչքան է եղել անցյալում, որ բաներ է պատահել իմ կյանքում, որ ես այո չեմ հասկացել, լավ, սրա բարին հիմա ո՞րն է։ Ես չեմ գիտակցել, չեմ կարեցել հասկանամ, ինչքան էլ կողքից ինձ ուզեցել են ասեն, ու հավատացած եմ, որ բոլորիս հետ էլ sense բան է եղել։ Իրավիճակի մեջ, քանի որ դու ես գտնվում, չէ, կողքից հեշտ է ասելը։ Քեզ այնքան խորհուրդներ կտան, բայց դու քանի որ դրա մեջ ես, դու չես կարող հասկանաս, ու չես էլ կարող ըմբռնես, դա իրանց ասած հիմա ո՞րն է։ Ախր դուք չեք պատկերացնում իմ իրավիճակը։ Դուք չեք հասկանում ինչքան դժվար է, ինչքան բարդ է։ Այո, անցնում է ժամանակ, հետո հետ ես նայում ու հասկանում ես, ախր բարին էս էր։ Բարին էս էր։ Այս վերջերս մաման մի հատ բան ասեց հետաքրքիր։ Իր այն առաջի հիվանդության բարին ո՞րն է լավ վերջի վերջո։ Դեռ բարի բան չկար տեսականորեն, Ժորժ, մարդկայինորեն այո բարի բան չկար, բայց Աստված այդ չարը գործած է բարի համար։ Մարդիկ վկայություն լսեցին, մարդիկ այդ վկայությունով ճանաչեցին այդ Աստծուն, մարդիկ ապաշխարություն վերապրեցին ու դրա համար էլ Աստված ասում է, քննի, ո՞րն է իմ միտքը, բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Ժողովուրդ ջան, եկեք վստահենք այդ Աստծուն։ Եկեք վստահենք մեր Տիրոջը, որ ինքը ամենալավն է մեր համար պատրաստել։ Իրավիճակը միգուցե դա չի թելադրում, բայց վերջը դեռ չի եկել։ Վերջը մենակ Աստված գիտի։ Եկեք վստահենք այդ Աստծուն, որ Աստված մեր համար նախատեսած ծրագերը, Աստծո նախատեսած ծրագերը մեր համար բարի են։ Ժողովուրդ, երեխան կույր հնազանդվում է։ Դա օրենքն է։ Չի կարելի կամ կարելի է։
Անհասունը ազատությունն օգտագործում է էգոիստորեն, տմարմինն է։ Այդ են պատանին է, որ վերջապես կդրվեցի այդ օրենքից, այդ ծնողի ասացից, այդ որ ինչ ուզեմ հիմա կարամ անեմ։ Իսկ հասունը քննում է։ Հասունը իրան հարց է տալիս, լավ, ինչն է հիմա լավը ու ինչն է բարին։ Այսինքն երեք հարց պիտի մեզ տանք, ժողովուրդ, երբ որ այդ բանը գալիս է մեր մեջ, կարելի է կամ չի կարելի, չէ՞։ Հարց տվեք դուք ձեզ։ Ինձ համար դա օգտակար է։ Ինձ համար դա օգտակար է, առաջի հարցը։ Ինձ կախվածության մեջ է գցում, գերության մեջ է գցում այդ բանը։ Սիրուն է ծառայում, այսինքն շինում է։ Գիտեք, Հիսուսին երբ որ այս հարցերը տալիս էին, Հիսուսը օրենքը ամփոփեց երկու բանով։ Ասեց՝ սիրի քո Տեր Աստծուն ու սիրի քո մերձավորին։ Այսինքն սերը դրեց կենտրոնում։ Եթե դու քո Աստծուն սիրես, քո Աստծու հետ կվերաբերվես այնպես, որ նրան չցավացնես, որ նրան չտրտմեցնես։ Եթե քո կողակցին սիրես, նրա հետ էլ կվերաբերվես այնպես, որ նրան էլ չցավացնես։ Ամեն։ Եվ այն պատմությունը, որ ասեցի, երբ որ երիտասարդը արդեն հիմա մենակ է ապրում, երբ որ գիտակցության է գալիս, որ հələ սպասի, ես ինչ եմ անում, ես 2 ժամվա մեջ ես ինչ եմ ընդհանրապես արել։ Ես օգտագործել եմ իմ 2 ժամը Instagram-ում կամ հեռախոսում առանց ինչ-որ նպատակի ժամանակ անցկացնելու։ Ես այդ ժամանակը գործածել եմ այնպես, կարծես կախվածություն ունենամ դրանից։ Հիմա դες հարց տվեք, առաջի բանը, որ առավոտը զարթնում եք, ինչ եք անում։ Հեռախոսը մի անգամից չէ, ասես ձեռը գցում ես հեռախոսին։ Ժողովուրդ, եթե մենք կարանք այդ 2 ժամը առանց այդ հեռախոսի, առանց այն ինչ մեկ գրեց, կարող է լպասի մի հատ տենամ, կարող նոր բան կա, SMS կա, նախիտ կա, կամ ինչ-որ մեկը գրել է, կամ ինչ-որ նորություն կա։ Եթե քո մեջ այդ ներքին այդ բանը չկա, ուրեմն դու ազատ ես, դու կախվածություն չունես այդ հեռախոսից, բայց եթե քո մեջ դա կա, որ 2 ժամը չես նայել քո հեռախոսին ու անընդհատ ուզում ես դա նայես, ուրեմն պետք է փոխվենք, ժողովուրդ, պետք է ինչ-որ մի բան անենք այդ կախվածության տակից դուրս գալու։ Սա այսպես նմանատիպ ուրիշ բաներ էլ կան մեր կյանքում։ Ամեն մեկս գիտենք ինչի մեջ ունենք կախվածություն։ Կարևորը այն է, որ մենք մեր հետ անկեղծ լինենք։ Հիմա երիտասարդն էլ ասեց, ավելի լավ էր այս 2 ժամը, ես օգտագործեի այնպես, որ ինձ օգուտ բերի։ Թեկուզ մի բան սովորեի, նոր բան սովորեի։ Թեկուզ մի հատ հմտություն ձեռք բերեի։ Թեկուզ մի հատ տենց հարցի շուրջ, որ ինձ միշտ տանջել է, փորձեի դրա պատասխանը գտնեի։ Հերիտես հոգևոր բաների մասին չեմ խոսում։ Ուղղակի զուտ աշխարհիկ, որ գործի մեջ չգիտեմ ինչ-որ մի բան կա, որ կարելի է դրա շուրջ մտածել։ Ժամանակը էֆեկտիվ օգտագործել։ Չեմ ուզում երկարացնեմ, սիրելիներս։ Մի հատ Օգոստինոս եղբայր է ելել, սենց մի հատ բան ասել։ Ասել է՝ սիրի, հետո ինչ ուզում ես արա։ Ինչ նկատի ունի սա ասելով։ Սիրի քո Տեր Աստծուն ու քո մերձավորին ու ինչ ուզում ես արա։ Այստեղ էլ օրենք ապրես Տեր օրհնի եղբայր ջան, սիրո մեջ օրենք չկա։ Սիրո մեջ օրենք չկա, կարելի ու չի կարելի չի։ Այլ ինձ կամ կողակցիս լավագույնին է ծառայում։ Եթե այո, ուրեմն այո, կարելի է։ Եթե չի ծառայում լավագույնին, ուրեմն պետք չի, կարանք թողենք։ Այս սա սիրելիներս, սա կարա մի հատ ցենց բան բերի մեր կյանքում, փոփոխություն, ձևակերպում, որ գիտես, սրանից հետո այլևս ոչ թե փորձելու եմ ինչ-որ օրենքի բաներ գտնեմ, որտես այս մի բանը սենց գրված չի, որ մենք կարամ անեմ, այլ ես ինձ հարց եմ տալիս, քանի որ ես հասուն եմ, քանի որ Աստծո հոգին է իմ մեջ բնակվում, քանի որ ես ասել եմ Տեր ջան, դու առաջնորդի, դու իմ կյանքի Տերը եղիր, իմ կյանքի ուղեցույցը դու եղիր, դու ինձ ասա, այդ հոգին էլ ինձ անընդհատ հիշեցնում է, էլի ընկար օրենքի տակ, էլի սկսում ես կարելիով ու չի կարելիով շարժվել, կանգնի մի հատ, կանգնի, ամեն բաներ կարելի է, բայց ամեն բան օգտակար չի, ամեն Ժողովուրդ ջան, սրանով էլ եկեք շարժվենք, Աստծո արքայության մեջ պտուղներ բերենք, հալելույա։